Բարի օր հարգելիներս, եկեք մի փոքր խոսենք քաղաքական ուղղվածություն ունենալու մասին, ինչ է նշանակում քաղաքական դաշտում քաղաքական ուղղվածություն ունենալ, դա նշանակում է, որ մարդը, անձը, քաղաքացին, քաղաքական դաշտում եղած քաղաքական կուսակցությունների կամ իրենց լիդերների կողմից նշած քաղաքական գիծը ծրագիրերը, տեսլականը կապված իր հանրապետության, իր պետության հետ, ինքը կիսում է ամբողջովին, այդ ժամանակ մենակ կարաս ասես, որ դու ոչ թե համախոհ ես այդ կուսակցության հետ, ուղղակի հետևում ես այդ կուսակցության եւ շատ բաների հետ համաձայն ես, այլ ուղղակիորեն աջակցում ես այդ կուսակցությանը եւ այդ լիդերին։ Երբ որ այդ օրվանից, այդ ժամից, երբ որ դու սկսում ես արդեն աջակցել ինչ-որ կուսակցության, ինչ-որ լիդերի, այդ պահից սկսած դու դառնում ես ամբողջովին թե հաջողությունների, թե ձախողումների տանողը իրենց հետ, կիսում ես իրենց հետ թե հաջողությունները, թե ձախողումները։ Դա նշանակում է քաղաքական թիմ, այսինքն դու դառնում ես քաղաքական թիմի մասնակից։ Երբ որ դու ընտրում ես լիդերի ինչ-որ քո համար քաղաքական դաշտում, ապա դու պետք է պատրաստ լինես նաև իր ձախողումները կամ իր կիսած մտքերը նույնպես կիսել եւ նույնպես պատասխանատվություն կրել այդ լիդերի ձախողումների եւ հաջողությունների համար։ Ես քաղաքական դաշտում ընդհանրապես հետեւյալ ձև եմ նայում։ Եթե մեկը ասում է ես քոչարյանական եմ, ապա ես այդ դեպքում պատկերացնում եմ, որ ինքը նույնականացվում է քոչարյանական մտքերի հետ իմ համար, այսինքն ինքը կիսում է ամբողջովին այն մտքերը, որը ասում է Քոչարյան Ռոբերտը, եւ իմ համար արդեն հասկանալի է այդ մարդու հետ ինչ ուղղությամբ շփվեմ, ինչ հարցերի շուրջ շփվեմ եւ այլն եւ այլն։ Շատ նորմալ է, երբ որ մարդը իրեն դիշկավորում է ու ասում է, որ ինքը, ասենք, օրինակ Սերժական է, օրինակ հանրապետական է։ Ես մի անգամից պատկերացնում եմ հանրապետական մարդը ինչպիսի ուղղվածություն ունի, քանի որ ես գիտեմ հանրապետական կուսակցության կամ Սերժ Սարգսյանի գաղափարախոսությունը ինչպիսի ուղղությամբ է գնում։ Երբ որ մեկ ուրիշը ասում է, օրինակ ես Արթուր Վանեցյանական եմ, ես պատկերացնում եմ, ես գիտեմ, թե Արթուր Վանեցյանը այսօրվա դրությամբ ինչպիսի ուղղվածություն ունի եւ ինչպիսի քաղաքականություն է վարում։ Մյուսը Սամվել Բաբայանական, այն մյուսը, արեք ասենք Լևոն Տեր-Պետրոսյանական, մեկը Դոգական, մեկը ասենք բոլոր կուսակցությունները նկատի ունեն։ Ես արդեն պատկերացնում եմ այդ մարդկանց խառնվածքը, ես պատկերացնում եմ այդ մարդկանց աշխարհայացքները, ես պատկերացնում եմ այդ մարդկանց ոնց ասեմ, տեսեք, օրինակ, եթե վերցնենք Դոգին, Դոգը ունի ուղիղ ուղղվածություն, ինքը իր քաղաքական քայլերը անում է ուղիղ կոնկրետ ուղղվածությամբ, կոնկրետ գործողություններով, եւ այն մարդիկ, ովքեր որ ասենք կուսակցության անդամ են, ջատագովներ են, համարում են, որ Վարդան Ղուգասյանը Դոգը ինքը ճիշտ լիդեր է եւ այլն, այդ օրվանից, երբ որ իրանք դառնում են աջակիցները, կիսում են բոլոր արած եւ չարած գործողությունները, հնչեցրած բառերը եւ այլն, նույնը Սերժ Սարգսյանի կողմնակիցները, նույնը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Այսինքն քաղաքական ուղղվածությունը, ժողովուրդ ջան, դա նաև պատասխանատվություն է։ Դուք չեք կարող ասենք ինչ որ մեկին, եթե մեկը վիրավորել է, դու ամբողջովին համացանցում սկսում ես պաշտպանել այդ մարդուն, ով որ վիրավորել է։ Եվ հետո, եթե ինչ որ միտեղ այդ ում որ վիրավորել են, կանեն քեզ հարցնան, թե լսի տղա ջան, դու պաշտպանել ես ինձ վիրավորանքը, դու ասես, դե ես չեմ ասել դա։ Դա չի ստացվի։ Դու ամբողջովին արդեն իսկ համարվում ես այդ խոսքի այդ ամեն ինչի աջակցող։ Չկա, ես այդտեղ աջակցում եմ, այդտեղ չեմ աջակցում։ Դες բան գոյություն չունի։ Ես օրինակ իմ մասով կարամ ասեմ հետևյալը։ Իմ մասով հայկականության մեջ, вообще հայկական կեցվածքի մեջ, մեր մշակույթի մեջ հայախառն բառերով շփումը ես համարում եմ դա ոչ հայկական մինիմում եւ իմ շրջապատում չպետք է լինեն մարդիկ, ովքեր շփման ձևը ընտրել են նմանատիպ ձևով։ Օրինակ իմ եթերներում, իմ բաներով ես չեմ ուզենա շփվել նման մարդկանց հետ։ Ինչու, որովհետեւ ես չեմ ընդունում այդ արժե համակարգը։
նմանատիպ ձևով քաղաքականություն վարելը ես համարում եմ ոչ հայկական, ինչ որ դրա համար էլ ասում եմ ժողովուրդ ջան, իմ համար դա այլասերվածություն է։ Քաղաքական դաշտում պետք է լինի մենակ սուր քաղաքական քննադատություն փաստերով եւ ամեն ինչով։ Այո, այդ ուղղվածությամբ իմ մոտ չի կարա լինի, որովհետեւ մի հանդուրժողականություն։ Ես տեսնում եմ, որ ինձ շատերը նամակներ են գնում, թե Արսեն ջան, դոգի աջակիցները սկսել են քեզ մատնանշել եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, նախ առաջին ինձ վիդեոներ մի կուղարկեք։ Ես չեմ հետևում դոգի աջակիցներին կամ ինչ-որ մեկին։ Ես չեմ էլ ուղղվել ինչ-որ կոնկրետ դոգի կամ իր աջակիցների վրա։ Աստված իրանց հետ, ոնց ուզում են թող անեն։ Ինձանից հեռու թողալն։ Աստված իրանց հետ։ Ոնց ուզում են, նախ առաջին նեղության մեջ եղած մարդուն ես թույլ չեմ տա ինձ եսիմին ձևով քննադատել, որովհետև այդ մարդը նորից եմ կրկնում նեղության մեջ է, ձեն բոլի որ գիտեմ, որ ինքը իր մաման շատ է տանջվել իրան անհիմն տեղին ձերբակալությունների կամ եւ ամեն ինչի մեջ, երբ որ ինքը Հայաստանում է եղել անհիմն ձերբակալված, հետո Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր մաման շատ է տանջվել, ես պատկերացնում եմ մեր որդի հարաբերությունները ձենբոլի հասկացել եմ, որ ինքը իր մամային շատ է սիրում, իր մաման իրան է շատ սիրում։ Ես չեմ կարող ինձ թույլ տամ, բայց քաղաքական դաշտում ես կարամ իմ կարծիքն ասեմ, որ ես անընդունել եմ համարում հայոյանքներով, քաղաքականություն առաջ տանելով կամ շանտաժով։ Դա իմ կարծիքն է, իմ իրավունքն է։ Դուք ունեք ձեր կարծիքը, ձեր իրավունքը։ Իսկ այն մարդկանց, ովքեր կփորձեն ինձ վիրավորանքներ հասցնել, ես ուղղակի կասեմ հետևյալը. ես չեմ անդրադառնա այդ մարդկանց, որովհետև կանալիզացիայից ծնված մարդկանց անդրադառնալը իշնել իրանց սանդղակին։ Այն մարդիկ, ովքեր իրենց տղամարդու տեղ են դրել եւ գիտեն թե իրանք տղամարդավարի են հազարավոր կիլոմետրներ են կողմ բերան բացեն իր վրա, կգաք Հայաստան, կկանգնեք առանց պատգուզնիկի իմ դեմս ու դուք կտեսնեք ում եք ռաստվել։ Սա ես ձեզ ոչ թե վախեցնում եմ, այլ նախազգուշացնում եմ։ Իմ դեմը կանգնելով, իմ աչքերի մեջ նայելով, հաստատ ձեզ պատգուզնիկը պետք է լինի։ Այսքանով եզրափակ եմ, ժողովուրդ ջան, ունես որ նայեք, դուք ձեզ նույնականացնում եք յուրաքանչյուր լիդերի, որին դուք ընտրում եք որպես լիդեր ձեզ։ Դուք կուզենաք, որ ձեր զավակները նման լինեն ձեր այն լիդերներին կամ դաստիարակվեն այն լիդերների կողմից, ում որ դուք ընտրում եք քաղաքական դաշտում։ Հայաստանի Հանրապետությունը դա անդերշուն չի կներեք արտահայտությանս համար, որ ամեն մարդ, ով իրեն երևակայության մեջ տեսնում է Հայաստանի թագավոր, դա իրականություն դառնա։ Լավ մնացեք, ուշադիր եղեք եւ ինձ թույլ տվեք մի քիչ զբաղվեմ այն գործով, որով ես ուզում եմ։ Մի խառնեք ինձ այդ պլենտուզի ցածր մագարտակին։ Շնորհակալություն ձեզ։